Նանտապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Արմեն Վարդանյանին, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ ես եմ շնորհակալ հրավերի համար։ Իշխանություն, հոգևորականություն, առճակատումը գնալով խորանում է նաև այդ հոգևորականների ձերբակալությունների ֆոնին, այսօր արդեն համացանցում ձայնագրություն հայտնվեց, որը հաստատում է, որ ամեն դեպքում հոգևորականներին հրահանգ եղել է Փաշինյանի դեմ ցույցերին մասնակցելու առումով։ Ունենք նաև հանդիպման մասին տեղեկություն, Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի պատվիրակն է վարչապետի հետ հանդիպել, նաև արծարծել է հոգևորականների ձերբակալության հարցը։ Ես մեջ բերեմ այնինչ փոխանցել է պատվիրակը վարչապետին, Արամա կաթողիկոսը ընդգծել է եկեղեցի պետություն առողջ հարաբերությունները վերականգնելու անհապաղ անհրաժեշտությունը, ընդգծել, որ ազգի բարձրագույն շահերը պահանջում են ամուր եւ համագործակցային գործընկերություն հայ հասարակության այս երկու հիմնարար սյուների միջև։ Հիմա ընդհանուր առմամբ այս առճակատման մասով ինչ կարող եք ասել եւ այս հարաբերությունների առողջացումը երկու կառույցների միջև, որ դեպքում հնարավոր կարելի է համարել հնարավորությունը առողջացման ինչպես է գնահատում։ Այս առճակատումը վաղուց է, վերջին մի քանի տարիներին է նկատվում եւ կարծում եմ այժմ կողմերը հասել են անդառնալիության կետին կամ անցել են այդ անդառնալիության կետը, որովհետեւ երբ որ իշխանությունները արդեն այսպիսի ծայրահեղ քայլեր են գնում, ուրեմն այլևս կոմպրոմիսի գնալու շանսերը շատ նվազել են։ Իսկ դա երևի թե սկսեց հենց 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի որոշ բաներ դուր չէին գալի քայլեր եկեղեցականներին։ Ես հիշում եմ, որ Միքայել Սրբազանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պահանջել է կամ առաջարկել է, այսպես ասեմ, բարեփոխումներ անցկացնել եկեղեցում, ինչը բնականաբար սրերով է ընդունվել եկեղեցում, որովհետև եկեղեցին ամենապահպանողական կառույցն է, այնտեղ չկան ժողովրդավորական մեխանիզմներ, այնտեղ գործում է ուղղահայացը, եւ դարերով այնտեղ բարեփոխումներ չեն եղել ընդհանուր առմամբ։ Եվ Նիկոլ Փաշինյանը մտել է մի դաշտ, որը նրանց դուր չի եկել։ Ես չեմ ասում, բայց ինչու դուր չի եկել, այսինքն եկեղեցին ինչու պետք է դիմի բարեփոխումների։ Ազդեցությունն է կրճատվում, ազդեցության այդ գոտիներն են կրճատվում։ Եթե հիշում եք, նախորդ իշխանությունների ժամանակ եկեղեցին բավականին արտոնյալ կարգավիճակում էր։ Ես հիշում եմ Այբ դպրոցի այդ հոգաբարձուների խորհրդի նախագահներ կարծեմ, որ նաև համատեղությամբ Սերժ Սարգսյանի խորհրդականներ պետական բյուջեից $1 միլիոն ամեն տարի ինչ-որ նվիրատվություններ կարողանում լոբինգ անել եւ ստանալ։ Բազմաթիվ եկեղեցականները ստանում էին, այսպես եկեղեցին ընդհանուր առմամբ ստանում էր հող, գույք, տարբեր տեղերում, քաղաքի լավ մասերում, բավական արտոնյալ կարգավիճակում էին եւ ընդհանուր առմամբ, եթե այսպես նայենք, երևի թե սա նաեւ ինչ որ առումով պայքար է ազդեցության համար, ազդեցության կրճատման համար։ Ինչ որ առումով դա նաեւ բնական է, երբ որ ունենում է մարդը մեծ արտոնություններ եւ գալիս է մեկը, որ այդ արտոնությունները կտրում է, անմիջապես ճշնամական վերաբերմունք է ձևավորվում այն մարդու նկատմամբ, որ կտրել է իր արտոնությունները։ Բայց դա այդքան էլ սկզբնական շրջանում այդպես սուր չէր ընդգծվում։ Իհարկե կային տարաձայնություններ, ակնհայտ էր, որ եկեղեցին դուր չէր գալի Նիկոլ Փաշինյանի որոշ քայլեր, բայց ամեն ինչ այսպես կտրուկ սրվեց 2021 թվականից հետո, երբ որ պարզ դարձավ, որ եկեղեցին աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, այդ մասին բավականին շատ վկայություններ կան տարբեր քաղաքական գործիչների կողմից, որոնք պնդում են, որ Գարեգին կաթողիկոս այդպիսի նեղ շրջանակներում այսպիսի հայտարարություններ արել։ Եվ նաև գագաթնակետ, այդ լարվածության գագաթնակետը իմ կարծիքով Բագրատ Սրբազանի կողմից քաղաքական շարժում նախաձեռնել էր, որը ենթադրում էր Նիկոլ Փաշինյանի հեռացում այդ պաշտոնից։ Ես կարծում եմ հենց դրանից հետո արդեն վերջնականապես կողմերը հասան անդառնալիության կետին եւ այլևս հասել ենք մի իրավիճակի, որ կոմպրոմիսը չի նկատվում, չի նշмарվում։ Դուք ասացիք իշխանությունը գնաց ծայրահեղ քայլերի։ Սա նշանակում է հաստատել եկեղեցու այն մեղադրանքը, որ սրանք այս գործողությունները տեղավորվում են իշխանական ճնշումների ներքո։ Սա ինչու եմ հարցնում, որովհետև եթե իշխանություններին հարցնենք, ասեն հայտարարություն է եղել, որի հիման վրա
կազմակերպությունը դիմել է դատախազություն, ավելին Փաշինյանն ասում էր օրենքից դուրս ոչինչ չի կատարվում, ես դա բացառում եմ, եւ հիմա իշխանությունը կասի ինչ ճնշումների մասին է խոսքը, եթե եղել է հայտարարություն եւ դատախազությունը որպես պատկան մարմին գնացել է այդ հայտարարության հետևից։ Այս հարցը երկու տեսանկյունից կարող ենք նայել։ Մեկը դա կոնյունկտուրան է։ Ես վստահ եմ, եթե հարաբերությունները լարված չլիներ, եկեղեցի իշխանություն մատների արանքով էին նայելու։ Ընդամենը մեկ պարզ օրինակ, Միքայել Սրբազանը, երբ որ հայտարարություն էր արել, ես ինքս իմ մեջ ասում եի, այս մարդին չէր խոսում, ակնհայտ բացահայտ հեղաշրջման մասին էր խոսում։ Բայց այդ ժամանակ որևէ մեկը քրեական գործ չարուցեց, քննչական մարմինները մոռացան, աշկի, այսպես ասեմ, թեթև նայեցին, հետո որոշ ժամանակ հետո նոր հիշեցին, որ ժամանակին Միքայել Սրբազանը այս բանն արել է, այսպես հայտարարությունը նոր գործ արեցին։ Այսինքն իհարկե ակնհայտ է, որ իշխանությունը լա, իշխանությունը քննչական մարմինները, ես քննչական մարմիններին չեմ տարբերում իշխանությունից, որովհետև ակնհայտ է, որ քննչական մարմիններն էլ բավականաչափ անկախ չեն։ Եվ նրանց ինչ որ մեկը ամենայն ընդհանրել է վարչապետը ուղղորդում է, այո։ Եվ կոնյունկտուրով են շարժվում։ Եթե այդ պահին պետք է, կարող են աշկ փակել։ Իսկ եթե պետք չէ, կարող են օրենքը կիրառել նաև նրանց նկատմամբ։ Ես էլ եմ ասում, կկրկնվեմ եւս մեկ անգամ, ես վստահ եմ, եթե հարաբերությունները այսքան սրված չունեին, անվերադառնալության կետին հասած չունեին, էլի մատների արանքով էին նայելու Միքայել Սրբազանի հայտարարությանը։ Նույն նաև այս հայտարարությունն է, այս վերջին իրադարձությունները։ Օրենքով եթե էլի իրենք այսպես գնացին այն բանին, երբ որ արդեն այսպիսի նախադրյալներ կային, բայց եթե պետք լիներ չէին գնա իրանք այդ քայլին։ Իշխանությունը, այսինքն նայում է տվյալ պահին, միշտ չի որ բնականաբար օրենքով է շարժվում։ Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ, եւ որ պահին պետք է օրենքը աշխատացնում, պետք չի չեն աշխատացնում։ Պարոն Վարդանյան, մենք ունենք Մայրաթորի արձագանքը այս ձայնագրության հետ կապված, փորձեմ ամբողջովին կարդալ։ Իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու եւ երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։ Այս օրերին ողջ իրավապահ եւ դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնամանք հարուցել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ եւ վերջաբանը հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։ Սա ինչպես է գնահատում որպես արձագանք փաստացի գոյություն ունեցող ձայնագրություններին։ Աստորին իրենք չհերկեցին օրիպսի, դե չնայած հերկելու էլ չէր, այնպես չի որ այսպես կտրտված կամ ինչ-որ արհեստական բանականությամբ ստեղծված խոսակցություն, ձայնագրությունը իրական էր, կարծում եմ, չնայած դրա մասնագետը չեմ, էլի հարցը երկու մասի կբաժանենք, իսկ մյուս մասը այդ ձայնագրության օրինականության հարցն է, այստեղ ես չեմ կարող պնդումներ անել, արդյոք դատանի կողմից ունեցել են հատուկ ծառայությունները այդպիսի թույլտվություն, թե ոչ, դրա մասին չեմ կարող խոսել, կարող է ապօրինի եղել, կարող է օրինական եղել, ես չեմ կարող դրա մասին խոսել, բայց մյուս հատվածը, որ այդպիսի խոսակցությունները, ես վստահ եմ, որ սա էլի է լինելու այսպիսի խոսակցություններ, էլի այսպիսի խոսակցությունները դաշտ նետվելու, որովհետև ԱԱԾ-ն ունի այսպիսի բազմաթիվ կոմպրոմատների տրցակ։ Պարզ է, չէ, որ երկար ժամանակ իրենք նստած են այդ մարդկանց այսպես ասեմ, հետևում են այդ մարդկանց, լսում են նրանց հեռախոսային խոսակցությունները եւ այլն։ Ես կարծում եմ, սա ոչ էլ վերջինն է, էլի կնեն այդպիսի կոմպրոմատներ, որոնք որ դաշտ նետվեն։ Առաջիկա ընտրությունների հետ է կապում այս ամենը, այսինքն այս ակտիվությունը, թե ամեն դեպքում Սամվել Կարապետյանի շուրջ զարգացումների հետ կապել այս ամենը։ Չեմ կարծում, թե կապ ունի Սամվել Կարապետյանի ոչ էլ ընտրությունների հետ։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ հասավ իր լարվածության գագաթնակետին այն բանից հետո, երբ որ Բագրատ Սրբազանը մտավ քաղաքական պայքարի մեջ եւ հայտարարեց, որ շարժում է սկսում, որ ենթադրում էր Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Դրանից հետո
կտրուկ սրվեցին այդ հարաբերությունները։ Սրվեցին, բայց ձեր Արամը հանրայինի եթերում ավելի վաղ կարող էր ելույթ ունենալ, բայց չունեցավ։ Բայց միջով Տեր Արամը էլի եկան, չէ, ինչ որ հոգևորականներ, քահանաներ, որոնք ցեխային շպրտում կաթողիկոսին վատ բաներ էին ասում նրա մասին։ Տեր Արամը առաջին չէր, էլի մի քանի հոգևորականներ եկել են։ Այս ընթացքում Ասացիք չեք կապում ոչ Սամվել Կարապետյանի, ոչ էլ նախընտրական այդ տրամադրությունների հետ։ Ես չեմ կարծում եկեղեցին այնքան մեծ ուժ է, որ կարողանա այսպես ընտրությունների վրա ազդել։ Եկեղեցին էլ է բավականին շատ արժեզրկվել եւ չունի այդ ուժը, չգիտեմ դա լավ է թե վատ։ Օրինակ Վրաստանում եկեղեցին շատ մեծ հեղինակություն է, շատ մեծ։ Այնտեղ եկեղեցին շատ հզոր կառույց է եւ նաեւ հարգված կառույց է։ Մեզ մոտ դա այդպես չի։ Ինչու մեզ մոտ այդպես չի։ Դրա պատճառները ավելի շատ են։ Մենք գիտենք, որ եկեղեցականների մեծ մասը չեն պահպանում իրենց հավատքը, ասեմ, այն դերը չեն կատարում, որոնք որ նրանք պետք է կատարեին։ Եկեղեցականների մեծ մասը ապրում են այլ կյանքով։ Բազմաթիվ այդպիսի լրատվական լրատվական այսպիսի բաներ ենք լսել նախորդ տարիների ընթացքում, ինչպես են եկեղեցականները այստեղ այնտեղ ինչ որ օբյեկտներ ստացել, ինչ որ մի խոսքով եկեղեցականների մեծ մասը իրենց այսպես ասեմ կոչումը չեն պահպանում։ Տեսնում ենք, մենք սովորենք, որ եկեղեցականները լինեն զուսպ, ճգնավորական կյանք, այո, այդպիսի կյանքով ապրեն, ասկետական կյանքով ապրեն, բայց տեսնում ենք, որ եկեղեցականներ կան, բավականին ճոխ, բենտլիներով են ման գալիս, ընդ որում էլի արդեն նախորդ իշխանության օրոք էր։ Հիշում եք, չէ, հայտնի պատմությունը գործարարին Աշոտ Սուքեսյանն էր, կարծեմ ինչ, Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Տիգրան Սարգսյանը եւ եւս մեկ հոգի գցել էին Կիպրոսում օֆշորային հայտնի սկանդալ եղավ, որը որ հետքը բացահայտեց։ Դա էլ OS իշխանության օրոք չէր։ Դրանց այդ ֆիգուրանտներից մեկը, գործով անձնողներից մեկը Նավասարդ arczepiskopos Կճոյանն էր, չէ։ Այնպես որ սա նենց չի, որ այս իշխանության օրոք է սկսվել այս process։ Ուղղակի նախորդ իշխանության օրոք եկեղեցին բավականին լավ ջերմ հարաբերությունների մեջ էր իշխանության հետ եւ այդ իշխանությունը պահում էր նրան։ Ես հիշում եմ Սերժ Սարգսյանը երբ որ գնում էր մարզային այցելություններին նախագահական դրաշավի ժամանակ 2013-ին միշտ Կճոյանը նրան ուղեկցում էր կամ որևէ այլ եկեղեցական։ Բավականին ջերմ էին հարաբերությունները, բայց այնպես չի նաեւ որ եկեղեցականները զերծ են մնացել սկանդալներից, իրենց հետ կապված էլ նախորդ իշխանության ժամանակ էլ էլի այդպիսի հնչեղ բացահայտումներ եղան, այդպիսի սկանդալային դեպքեր եղան։ Էլ եմ նշում ամենավառը երևի հենց Կճոյանի դեպքն էր, երբ որ 3 հոգի Կիպրոսի օֆշորային գործը բացահայտվեց, մեկը հենց Կճոյանի անունն էր շրջանառվում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252
Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Վարդանյան, հոգևորականները պետք է սերտ կամ ջերմ հարաբերություններ կամ առանձնահատուկ հարաբերություններ ունենան օրվա իշխանությունների հետ, թե հանրության հետ։ Գիտեք ինչ, ըստես հարցը միշտ մեր մոտ էլի տարբեր կերպ է նայվում։ Ես կարծում եմ նրանք պետք է դուրս չգան իրենց լիազորություններից, այն լիազորությունից, որոնք որ նախատեսված են նրանց համար Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Ստե էլի նուրբ պահ կա, երբ որ ասենք մարտի 1 էր լինում եւ այլն, ընդդիմությունը մեղադրում էր հոգևորականներին, որ չեն եկել, չեն փորձել այդ արյունայողությունը կանխել եւ այլն։ Այո, հանրային համերաշխություն։ Միշտ մեր եկեղեցուց բողոք եղել է։ Պիտի ասեմ, որ նաեւ հակառակ բանն էլ կա միջազգային բանում, պրակտիկայում, այնպես որ չպետք է երկու կողմ, չպետք է միակողմանի նայենք, պետք է նաեւ երկու կողմանի նայենք։ Օրինակ, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցին բավականին լուրջ դեր ստանձներ ժամանակին գեներալ Ֆրանկոյի բռնապետական ռեժիմը տապալելու հարցում։ Մեզ մոտ, քանի որ սահմանադրությամբ կա եկեղեցու, այսպես գծված են եկեղեցու գործունեության շրջանակները, նրանք չպետք է այդ շրջանակներից դուրս գան, իմ կարծիքով։ Պետություններ չպետք է խառնվեն նրա գործերի մեջ եկել։ Ցավոք, թե մյուսը իշխանազանցել են շատ հաճախ իրենց լիազորությունները, իրենց իրավունքները ավելի են այսպես ասում, գերազանցում են իրենց իրավունքները եւ ունենք այն, ինչ որ ունենք, բայց ել եմ ասում, եկեղեցին լուրջ, այո, բարեփոխումների կարիք ունի։ Հիմա կա այնտեղ, ես չկան գիտեմ, ինչ որ հանձնաժողով, որոնք որ քննարկում են տարբեր եկեղեցականների պավալ, բայց հանձնաժողովի ղեկավարը նախագահը ուղիղ նշանակվում է կաթողիկոսի կողմից։ Եվ այն դեպքերը, որոնք որ հենց իրենց համար այդքան էլ հաճելի չէ, բնականաբար այդ գործերին ընթացք չեն տա։ Իսկ այն հոգևորականների դեպքում, որոնք որ ընդդիմադիր են, որոնք որ կամ առնվազն հրաժարվում են։ Կամ ինչ որ բաներում չեն, այսպես չեն ենթարկվում, նրանց հանդեպ տեսնում ենք, որ այսպես խիստ պատժամիջոցներ են լինում, կարգալույց են արվում եւ այլն, հետո այդ մարդիկ դառնում են ընդդիմադիր, գնում են իշխանական եւ ոչ իշխանական լրատվամիջոցներով բացահայտումներ են անում եւ դրա համար ունենք այս վիճակը, այնպես որ այո, կարծում եմ եկեղեցին պետք է սկսի բարեփոխական շարժում։ Իշխանությունները մի հարցում էլի ճիշտ են, որ մեր կաթողիկոսը ցավոք սրտի չունի լեգիտիմություն, նաև լեգալության խնդիր ունի։ Ես մի փոքրիկ գաղտնիք բացեմ, որը որ ես եմ տեղյակ, ինչքան որ ես գիտեմ։ Այս կաթողիկոսը Գարեգին II ժամանակին, երբ որ ընտրվել է կաթողիկոս, ինչքան որ ես եմ տեղյակել եմ պնդում, էլ եմ շեշտում, ես չեմ կարող արտոկոսով պնդել, բայց իմ լսածով ժամանակին 99 թվականին Հայաստանի բյուջեում շատ լուրջ ճեղքվածք է եղել, դեֆիցիտ է եղել եւ ազգային բարերար Լուիս Սիմոն Մանուկյանը համաձայնել այդ գումարը վճարել, այդ մի քանի միլիոն դոլարը, պայմանով որ կաթողիկոս պետք է ընտրվի իր հովանավորյալ կամ իր այդ, այսպես ասեմ, սերտ հարաբերությունների մեջ գտնվող Գարեգին կաթողիկոս։ Դե ընտրություններն էլ իշխանությունը ոնց ուզե բնականաբար անց է կացրել եւ այսպեսի իրավիճակ է ստեղծվել։ Դրա համար, այո, այս իրավիճակից դուրս գալու միակ երկնն է, որ լուրջ բարեփոխումներ անցկացվի եկեղեցում, որովհետեւ բոլոր կառույցները որպես կանոն
փորձում են ինչ-որ բարեփոխումների գնալ, փորձում են ավելի արդիականանալ, փորձում են ավելի մեծ լեգիտիմություն ստանալ։ Եկեղեցին այս հարցում բավականին բացի նրանից որ պահպանողական է, նաև սրերով է ընդունում ցանկացած փորձ, որը որ ենթադրում է որոշակի բարեփոխումներ, որոշակի ռեֆորմներ։ Դրա համար այս վիճակին ենք հասել։ Դրա համար երբ որ Նիկոլ Փաշինյանը հենց առաջի իրենց հանդիպման ժամանակ ըստ Միքայել Սրբազանի պահանջել է կամ առաջարկել է, չասեմ պահանջել է, այդպիսի բարեփոխումներ անցկացնել, իրենց մոտ միանգամից այն առաջի հանդիպումից ոնց որ չի ստացվել։ Սկսել են արդեն ճշնամական հարաբերություններ ձևավորել։ Իհարկե չեմ կարծում հենց միայն դրանով է եղել։ Հետագայում էլ ինչ-ինչ բաներ եղել են եւ այդ տարբեր կաթիլները լցվել են եւ այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Դուք չկապեցիք ընթացիկ զարգացումները ընտրությունների հետ, բայց Պոլսո հայոց պատրիարքի խոսքերով գալիք ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն կառավարություն եկեղեցի ճգնաժամի հանգուցալուծման համար։ Խնդիրը Հայաստանի ճակատագրական կողմնորոշվելու կետն է։ Ռուսամետ, հակառուս լալու որոշումը պետք է տա հայ ժողովուրդը։ Ասել է նա։ Ինչու է այդ դեպքում Պոլսո հայոց պատրիարքը այս ամենը կապում առավել եւս Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ։ Սա էլ կա, սա էլ մի ուրիշ հարց է։ Եկեք սրա մասին էլ մի քիչ խոսենք։ Տեսեք ինչ է կատարվում Ուկրաինայում։ Բազմաթիվ եկեղեցականների բացահայտեցին, որ կապ ունեն ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Ես չեմ բացառում, որ Հայաստանում էլ այդպիսի բաներ եղած կլինի։ Դրա համար էլ կարող է հնարավոր է այս գործոնն էլ կա, իշխանությունները ինչ որ բաներ են հայտնի դարձել, որոնք որ մենք չգիտենք, բայց այս էլ կա, իհարկե կա։ Մեր եկեղեցին այնպես չի, որ մենակ ասենք, այս ինչ հարցում մի քիչ խնդիրներ ունի, այդ խնդիրները այնքան շատ են, այնքան բազմաշերտ են, որ դրան խոսալու համար երկար ժամանակ է պետք մեզ։ Եվ 1-2 խնդիր չեն, բազմաթիվ խնդիրներ կան։ Հնարավոր է նաև այդ ակնարկները կա, որ եկեղեցին ինչ որ պրոռուսական կողմնորոշում ունի, ես չգիտեմ ինչ է ակնարկում այդ պաշտոնյան, եկեղեցական պաշտոնյան, բայց այո, դա էլ կա, որ եկեղեցականների մի մասը ինչ որ ձևով կարծում եմ կապված են։ Ինչը պետք է դրթի նրանց կապվել այդ ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Նրանք հավաքագրվում են ակամայից։ Ձեր տպավորություն իհարկե հասկանում եմ, որ հստակ տեղեկություն է պետք, բայց ամեն դեպքում փորձենք որպես նաև շարքային քաղաքացի։ Տարբեր ձևերով կա։ Պետք է հայ հոգևորականը շահագրգռված լինի, որպեսզի Հայաստանը լինի ռուսամետ կամ ռուսական կողմնորոշում ունենա, կամ ավելի ծայրահեղ գնահատական լինի Ռուսաստանի հետ միութենական պետության կազմի մեջ։ Ինչու՞։ Որովհետև հնարավոր է ուղղակի հավաքագրել են ոմանց դեռևս խորհրդային միության տարիներից։ Հնարավոր է դա։ Հնարավոր է կոմպրոմատներ են ունեցել, հնարավոր է եւ այլն։ Հազար մի հարց կա։ Իհարկե մենք մեր այսպես արշինով ենք չափում, մեր համար դա անընդունելի է եւ խիստ զարմանալի, բայց կան մարդիկ, որոնց համար շատ նորմալ է, ինչու ոչ, կգնան Ռուսաստանի հետ պատրաստ են միութենական պետություն մտնել, ռուս ուղղափառ եկեղեցու հետ էլ դառնալ, այո, ամեն ինչ պատրաստ են, իհարկե կա։ Դրա համար պետք է լյուստրացիա լիներ, ցավոք սրտի չկա այդ հարցում, էլի իշխանությունը ձախողեց կամ չուզեցավ անի, բայց այո, պետք է բացահայտվեր բոլոր այդ խորհրդային միության այդ բոլոր այդ Հայաստանի խորհրդային Հայաստանի ԱԱԾ արխիվները պետք է բացվեին, տեսնեինք ովքեր էին ժամանակին հանդիսացել KGB-ի գործակալներ։ Ռուսական ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Ալեքսեյը ժամանակին ինքը խոստովանել ասել, որ ես այո KGB-ի գործակալ եմ եղել։ Ու ասում էր ես այլ կերպ չէի կարող լինել, եթե ես չլինեի, ես կմնայի ստորին այսպես ինչ որ մի ստորի մակարդակի եկեղեցական պաշտոնյա։ Հիմա երբ որ նայում ես, իսկ ինչու պիտի մերոնք չլինեին։ Մեր մեջ, ես իհարկե չեմ ասում բոլորին։ Մեր եկեղեցում ասում են, որ բավականին պարկեշտ, բավականին հայրենասեր կան բավականին շատ բաներ, հոգևորականներ։ Էլի պատմություններ կան եկեղեցականների հետ կապված, էլ սեռական կյանքի նրանց հետ, ոչ ավանդական կողմնորոշման, որոնք որ կարող են այն տեսականորեն նրանց դեմ օգտագործվել որպես կոմպրոմատ եւ նրանց ստիպել համագործակցել այսպես հատուկ ծառայությունների հետ։ Ամեն ինչ հնարավոր է, ինչու ոչ։ Պարոն Վարդանյան, ընդդիմությունը վաղուց այս ամենը անվանել է իշխանական
հակաեկեղեցական արշավ, հիմա էլ այդ արշավին նոր անվանում են, բնորոշում են տալիս կիսալուսնային արշավ, ենթադրում են, որ ակնարկում են իբր կապը այս ամենի թշնամու ուղղորդման հետ, այսինքն բազմիցս լսել ենք, որ ասում են Փաշազադեի հայտարարությունները պատահական չէ, որ համընկնում են այստեղ տեղ ունեցող գործընթացների հետ, այս իշխանությունը կատարում է Ադրբեջանի, Թուրքիայի պահանջները նաև հոգևորականներին հալածելով։ Այս տեսակետի օբյեկտիվությունը ինչպես է գնահատում։ Մինչև ձեր հարցին պատասխանը ես մեկ բան մոռացա ասեմ, ձեր նախորդ հարցի հետ եկավ։ Օրինակ, ինչպես կարելի է հասկանալ, ուղեղում չի տպավորում, երբ որ Եզրաս Սրբազանը, կաթողիկոս եղբայրը, որ Ռուսաստանի հայոց թեմի եղբայրն է, հանդիսավոր կերպով օրնում է Արբաթ գումարտակը, որը որ հայերից է կազմված, մի քանի 100 կամ մի քանի հազար, եւ այդ մարդկանց ուղարկում է կռվելու ռուսական, այսպես կայսերապաշտական նկարտումների համար։ Հային ուղարկում է զոհվել Ռուսաստանի համար, որը որ դա մեր խնդիրը չի։ Ինչպես դա պետք է հասկանանք մենք։ Ինչ վերաբերում է Փաշազադեի այդ Եվ ընդդիմության այդ մեղադրանքին, որ իշխանությունը ամեն ինչ կապում է Թուրքիայի բանի հետ, նու դա ես լուրջ չեմ համարում, կապ չունի իհարկե Փաշազադեն դրա հետ։ Ուղղակի բաներ կա, որ այո, համընկնում են հաճախակերնակ։ Նախ սահմանադրության փոփոխությունը, իշխանությունը այն ժամանակ էլ ասում էր պետք է գնանք փոփոխության, հետո պատերազմից հետո նաև երբ որ արդեն խաղաղության պայմանագրի ծորագրման հարցներ Այդ եկել Ադրբեջանը այս հարցը բերեց օրակարգ եւ համընկավ։ Այնպես որ Այսինքն նրանք են ավելի շատ հետևում մեր ներսում գոյություն ունեցող լուրջ խնդիրներին, որոնք հանրային կոմպրոմիս չունեն եւ դա օգտագործում են մեր դեմ, թե ամեն դեպքում մերոնք ուղղորդվելով այդ թշնամական կողմից Տեսեք, դա էլ կա, բայց մի ուրիշ գործոներ կա։ Փաշազադեին այնպես չի որ Ադրբեջանում շատ սիրում են։ Ես ադրբեջանական մամուլը ամենօրյա ռեժիմով հետևում եմ։ Ամիսներ առաջ Փաշազադեին իշխանական քարոշչամեքենայի առաջամարտիկը Աքինազը ինչ ասես ասում էր նրան էլ էին անվանում ռուսական գործակալ, նրան էին դավաճան համարում։ Ինչու։ Չգիտեմ ինչու, բայց նա էլ լեգիտիմության խնդիր ուներ եւ հիմա երբ որ այսպիսի բաներ անում երևի իր հայրենասիրությունն է փորձում ապացուցել, տեսեք, ես էլ եմ հայերից պահանջներ, հայերի արժե պահանջներ դնում, ես էլ եմ հայրենասեր եւ այլն։ Այնպես որ սա ուղղակի համընկնում է իրականության հետ բնականաբար ոչ մի կապ չունի, բայց ասեմ որ Փաշազադեն էլ իր երկրի ներսում բավականին լուրջ խնդիրներ ունի։ Մեր հարցազրույցը ամփոփենք ամենավերջին կարելի ասել լուրով Էդմոն Մարուքյանը, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը, նաև հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը դատի է տվել Հայաստանի կառավարությանը, պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որով Արարատ լեռան պատկերը հանվում է պետական սահմանը հատելու կնիքի վրայից։ Դա ինչ մեկնաբանը, սա պոպուլիստական քայլ է, էլի։ Հիմա Հայաստանը իր առջև դրել է նպատակ բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։ Ընդ որում ոչ միայն այս իշխանությունը, Հայաստանի բոլոր իշխանությունները եւ Լևոն Պետրոսյանը եւ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը միշտ ուզել են այս սահմանը բացել եւ մենք չենք փակել այդ սահմանը։ Դա բացել է, փակել է Թուրքիան։ Եվ այդ փակ սահմանը Հայաստանի համար լուրջ խնդիրներ է բերում։ Մեծանում է Ռուսաստանից ունեցած կախվածությունը, մենք արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենում, տնտեսական բավականին շատ մեծ, այսպես դիվիդենդներ ենք կորցնում եւ այլն։ Սահմանի բացում մեր շահերից է բխում։ Հիմա երբ որ օրինակ, եթե մենք ուզում ենք սահմանը բացենք, դրա համար մեր ջանքեր են գործադրում։ Երբ Թուրքիան ասում է, այս հարցում իհարկե պարզավոր Թուրքիայի պահանջ եղել է, ես համաձայն եմ։ Բայց Ռուբինյանը պնդում էր, որ չկա նման։ Դե չկա, եթե չկա, ինչի համար են հանե։ Հնարավոր է Թուրքիան ասել են այդ շտամպի վրայից հանեք Արարատը, մենք էլ այս կանենք, այն կանենք, գնացել են այս քայլին, ինչ որ մի հարցում փոքրիկ զիջում են գնացել։ Արժե դրա համար կառավարությանը դատի տալ, երբ որ նժարի վրա դրած է ավելի մեծ հարց։ Դրած է սահմանի բացում։ Իսկ այս սահմանը էլ եմ ասում Հայաստանի անկախության ինքնիշխանության համար սահմանի բացում մեծ նշանակություն ունի, տնտեսական մեծ դիվիդենդներ կարող է Հայաստանին բերել եւ այլն։ Ալիևն ու Էրդողանը հիմար չեն, որ այդ սահմանը փակել են։ Որտեղ մարդիկ կան մեր մոտ նենց են ներկայացնում, որ սահմանի փակում մեզ օգուտ է։ Ուրեմն 93 թվականից երբ որ այդ սահմանը փակել են, իրենք կարող է նենց հնարել, որ մեր համար օգուտ լինի։ Բարձա չէ, որ իրանք հաշվարկել են, որ այս սահմանի փակումը Հայաստանին բերելու է խնդիրներ։
եւ գնացել են այդ քայլին։ Մենք էլ մեր խնդիրն էլ են որ գնանք այդ սահմանի բացման եւ մեր դիվանագիտության ամբողջ այս խնդիրը այս տարիների ընթացքում է եղել, որը որ չի հաջողվել։ Ամեն դեպքում ասացիք պոպուլիստական քայլ է, ինչ նպատակ է, ինչ խնդիր է լուծում Դա այն էլ բերելու երևի։ Էլի նախընտրական տրամաբանության մեջ, այո, հիմա բոլորը խնդիր ունեն հայրենասեր երևալու, բոլորը խնդիր ունեն պես ձայներ ստանալու եւ այլն։ Հիմա նույն իմիջիալու ժամանակին այս իշխանություններ անում երբ որ ընդդիմություններ, պես չի որ իրենք ժամանակին այդպես չեն եղել։ Իրենք էլ այնպեսի բաներից են հիշում եք, Պապիկյանը դնում էր Աղդամում նուռեր վերցնում եւ ասում էր Աղդամի իմ հայրենիքն է։ Հիմա այլ այդ մասին բնականաբար չեն խոսում։ Ալեն Սիմոնյանը եթերներով ովքեր որ փողզիչումներից էին խոսում, դավաճաներ համարում եւ այլն եւ այլն։ Իրենք էլ են տենց եղել, իրենք էլ են պոպուլիստական ճանապարհով գնացին, այլ Էդմոն Մարուկյանն էլ բացառություն չի։ Կաշխատի, բայց Չէ, չի աշխատի։ Հանրության շրջանում, այսինքն Չի ազդեցություն աշխատի։ կունենա։ Չէ, կարծեմ, չէ։ Ինչու։ Մարդիկ էլ չեն հավատում այդպիսի Գիտեք, այդ տենց հայրենասիրության այդ մոդելին այսպես ասած։ այնքան անողներ կան տենց։ Բոլորն էլ այդ գծի վրա են կարելի ասած բացի իշխանությունից։ Այնպես որ մեր դեպքում Մարուկյանը մենակ ինքը չի։ Շատ է դա նաև ընտրողի վրա մեծ ազդեցություն չի թողնում։ Ընտրողը այսօր այլ պահանջներ ունի, այլ, այսպես ասեմ, քաղաքական մոտիվացիաներ ունի։ Տնտեսական խնդիրներ, սոցիալական, անվտանգային եւ այլն։ Ընտրողի համար ինչ կապ ունի Հայաստան-Թուրքիա սահմանի մտնելիս է շտամպի վրա Արարատի պատկերը կա թե դա ոչ մեկին մեծ հաշվով չի հետաքրքրում։ Այսօր ընտրողները պիտի նաև սա սոցիոլոգիայի, քաղաքական սոցիոլոգիայի տեսանկյունից է որ նայես, պիտի քաղաքական ուժերը նայեն թե ընտրողը ինչպիսի պահանջմունքներ ունի եւ ըստ այդմ շարժվեն։ Ոչ թե այնպիսի բաներ անեն, որոնք որ ընտրողների վարքագծի վրա մեծ ազդեցություն չեն ունենալու։ Այսօր ընտրողները այլ բաներ են պահանջում քաղաքական գործիչներից եւ քաղաքական ուժերից։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Այս դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։